Ողջույն բոլորին, այսօր մենք սուզվելու ենք Աստվածաշնչի երևի թե ամենաառեղծվածային գլուխներից մեկի մեջ, Հայտնություն 14, լիքը խորհրդանիշներ, զարմանալի մարգարեություններ, իսկապես, եկեք միասին բացահայտենք, թե ինչ է այստեղ թաքնվածը։ Դե ինչ, եկեք հենց սկզբից անդրադառնանք գլխավոր հարցին, այն հանելուքին, որը կարծես ամեն ինչի կենտրոնում է։ Ովքեր են այս մարդիկ։ Այս հարցը, հավատացեք, մեզ ուղեկցելու է մինչև վերջ։ Եվ այսպես, մեր առաջին կանգառը մի տեսարան, որն իսկապես տիեզերական մասշտաբի է։ Պատկերացրեք, երկնային Սիոն լեռը, գառը, այսինքն Հիսուսը, եւ նրա կողքին կանգնած այս առեղծվածային խումբը։ Ահա, այստեղից էլ սկսվում է ամեն ինչ։ Լավ, նախքան առաջ գնալը, եկեք մի շատ կարևոր բան պարզաբանենք։ Գիտեք, 14-րդ գլուխը ժամանակագրական առումով 13-ի անմիջական շարունակությունը չէ։ Ավելի շատ նման է մի ընդհանուր պատկերի, մի տեսարանի, որը կապում է նախորդ գլուխների իրադարձությունները։ Հիշում եք 7-րդ գլխում նրանց կնքվելը կամ 11-րդ գլխում երկու վկաների պատմությունը, այո, այս ամենը միմյանց հետ կապված է, ու հենց այս կապը հասկանալն է, որ թույլ կտա մեզ տեսնել մեծ պատկերը։ Դե ինչ, հասկացանք, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա եկեք անցնենք ամենահետաքրքիր մասին։ Ովքեր են նրանք։ Ով է այս խորհրդավոր 144,000-ը։ Ժամանակն է բացահայտել նրանց իսկական ինքնությունը։ Նայեք միայն նրանց անցած ճանապարհին։ Սա ուղղակի անհավանական դրամատիկ պատմություն է։ Նրանք ի դեպ նոր կերպարներ չեն։ Մենք նրանց հետ ծանոթացել ենք դեռ 7-րդ գլխում, երբ նրանց կնքեցին որպես Աստուծո ծառաներ։ Հետո 11-րդ գլխում տեսանք, թե ինչպես են նրանք մարգարեանում, նահատակվում գազանի կողմից ու հետո հարություն առնում։ Տեսնում եք, նրանց պատմությունը բացահայտվում է քայլ առ քայլ, մինչև հասնում ենք այս գագաթնակետին, երբ նրանք արդեն կանգնած են երկնային փառքի մեջ։ Լավ, բայց ի՞նչն է նրանց այդքան առանձնահատուկ դարձնում։ Ահա 5 հիմնական որակավորումները եւ անմիջապես ուշադրություն դարձրեք կույսեր բառին։ Ոչ, խոսքը ֆիզիկական կուսության մասին չէ, սա խորհրդանշում է հոգևոր մաքրություն։ Նրանք իրենց չեն պղծել աշխարհի կեղծ կրոնական համակարգերի հետ, այսինքն այն, ինչ տեքստն անվանում է Մեծ Բաբելոն։ Նրանց նվիրվածությունը գառին ուղակի բացարձակ է։ Հիմա ուշադրություն։ Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն՝ փրկագնում բառը։ Գիտեք, այն երկու իմաստ ունի։ Առաջինը հոգևոր փրկությունն է, որը այո, հասանելի է բոլոր հավատացյալներին։ Բայց 144,000-ի դեպքում խոսքը գնում է նաև մարմնական, ֆիզիկական հարության մասին, որը նրանք արդեն ստացել են։ Ահա թե ինչու են նրանք կոչվում առաջին պտուղներ։ Սա իսկապես ընդգծում է նրանց բացառիկ կարգավիճակը։ Լավ, իսկ ո՞րն է նրանց առաքելությունը այնտեղ Սիոն լեռան վրա։ Պարզվում է այն սերտորեն կապված է 3 հրեշտակների շատ հզոր ուղերձների հետ, որոնք հնչում են ողջ աշխարհի համար։ Եվ այս 3-ը միասին կազմում են այն, ինչը կոչվում է հավիտենական ավետիս։ Առաջին հրեշտակը փաստորեն հնչեցնում է վերջին ամենահրատապ կոչը ողջ մարդկությանը։ Նա ասում է. «Վախեցեք Աստծուց, փառք տվեք նրան, որովհետև դատաստանի ժամը հասել է»։ Սա ըստ էության վերջին զանգն է, վերջին հնարավորությունը ապաշխարելու համար։ Հետո գալիս է երկրորդ հրեշտակը, եւ նրա ուղերձը շատ կոնկրետ է. «Ընկավ Մեծ Բաբելոնը»։ Իսկ ինչ է Բաբելոնը։ Դա աշխարհի ամբողջ կեղծ կոռումպացված համակարգի խորհրդանիշն է, եւ կրոնական, եւ աշխարհիկ։ Այս հայտարարությունը կարծես կանխավա ազդարարում է, այդ համակարգի վերջը եկել է։ Եվ ահա երրորդ հրեշտակը։ Նրա նախազգուշացումը թերևս ամենախիստն ու ամենաուղիղն է։ Այն ուղված է յուրաքանչյուրին, ով կանգնած է վերջնական ընտրության առջև, երկրպագել գազանին եւ նրա համակարգին, թե մնալ Աստծուն հավատարիմ։ Այստեղ հետդարձի ճանապարհ ուղղակի չկա։ Որպեսզի այս երրորդ նախազգուշացումն ավելի լավ հասկանանք, պետք է ավելի մոտիկից ծանոթանանք գլխավոր բացասական կերպարներին՝ Պոռնիկին, որը նույն ինքը Բաբելոնն է, եւ Գազանին, այսինքն Նեռին։ Սկզբում նրանց դաշինքը այսպիսի տեսք ունի. պատկերացրեք մի կեղծ համաշխարհային կրոնական համակարգ Պոռնիկը, որը թվում է թե ղեկին է։ Նա նստած է Գազանի, այսինքն քաղաքական իշխանության վրա եւ կարծես ուղղորդում է նրան։ Բայց այս դաշինքը դատապարտված է, ու այստեղ տեղի է ունենում ուղղակի ցնցող շրջադարձ։
Երբ գազանն այլևս պոռնիկի կարիքը չի զգում, նա ու իր դաշնակիցները դուրս են գալիս նրա դեմ։ Նրանք ուղղակի ոչնչացնում են այն, որպեսզի միակ երկրպագությունը լինի ուղղված իրենց։ Այն համակարգը, որն օգնեց նրան հասնել իշխանությանը, դառնում են նրա իսկ առաջին զոհը։ Ինչպիսի դավաճանություն։ Եվ այս ամենը մեզ բերում է գագաթնակետին։ Այն վերջնական, անդառնալի ընտրությանը, որի մասին խոսում էր երրորդ հրեշտակը։ Խոսքը իհարկե դրոշմի մասին է։ Շատ կարևոր է հասկանալ մի բան. գազանի դրոշմը ուղղակի մի տեխնոլոգիական սարք չէ, ոչ, այն առաջին հերթին հավատարմության եւ երկրպագության խորհրդանիշ է։ Ընդունելով այն, մարդը ընդունում է գազանի իշխանությունը, եւ այո, դա դառնում է պարտադիր պայման նրա տնտեսական համակարգի մասը լինելու համար։ Սա է վերջնական փորձությունը։ Այսպիսով տեսնում եք երկու ճանապարհները։ Հակադրությունը ուղղակի ահառելի է։ Մի կողմից գազանի ուղին։ Երկրպագիր նրան, ստացիր դրոշմը, ունեցիր ժամանակավոր հարմարավետություն, բայց դրա գինը Աստծո բարկությունն է ու հավերժական տանջանքը։ Մյուս կողմից սրբերի ուղին։ Մերժիր դրոշմը, համբերիր, դիմասիր, պահիր Աստծո պատվիրանները։ Սա դժվար ճանապարհն է, բայց այն տանում է դեպի հավատարմություն եւ հավերժական կյանք։ Ընտրությունը հստակ է, իսկ հետևանքները հավերժական։ Եվ մեր այսօրվա քննարկումը եկեք ավարտենք մի հարցով, որը կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն տա։ Ճիշտ է, այս մարգարեությունները խոսում են ապագայի մասին, բայց այս թեմաները՝ համբերություն, հավատարմություն, ճիշտ ընտրություն, սրանք արդիական են միշտ, հատկապես այսօրվա աշխարհում։ Ուրեմն հարցը մնում է. մրցակցող համակարգերի եւ հավատարմությունների այս աշխարհում ի՞նչ է նշանակում սրբերի համբերությունը անձամբ ձեզ համար։